The Washington Post-ը գրում է, որ Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ մի քանի ամիս։ Ըստ լրատվամիջոցի ցանկացած հնարավոր ցամաքային արշավ չի լինի լիարժեք ներխուժում, այն կարող է ներառել հատուկ գործողություններ եւ սովորական հետևակի կողմից իրականացվող ռեյդեր։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար։ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին իրանցիների տեղափոխման եւ մարդասիրական օգնության հարցերում մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի եւ Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը եւ եղբայրական այս քայլը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ, գրել է նա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կարգադրել է ընդլայնել ներկայիս անվտանգության գոտին Լիբանանի հարավում, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել սպառնալիքները Իսրայելի հյուսիսի համար։ Մենք նախաձեռնությունը վերցնում ենք մեր ձեռքը եւ հարձակվում Լիբանանում ես հրահանգել եմ ել ավելի ընդլայնել գոյություն ունեցող անվտանգության գոտին, որպեսզի վերջնականապես կանխեմ ներխուժման սպառնալիքը եւ թույլ չտամ հակատանկային հրթիռային արկերի մուտքը մեր սահման, հայտարարել է Նեթանյահուն։ Կուբան ձախողված պետություն է եւ կլինի հաջորդը, կարճ ժամանակ անց այն կփլուզվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ իրենք կօգնեն կուբայական ծագումով ամերիկացիներին, որոնց վտարել են Կուբայից։ Ռուսաստանը անմիջապես կպատասխանի, եթե Բրիտանիան գնա էսկալացիայի։ Տրվել է նախազգուշացում, որ եթե Լոնդոնը գնա էսկալացիայի, ռուսական կողմն անհապաղ կտա անհրաժեշտ պատասխանը, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության մեկնաբանության մեջ։ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը գտնվում է բոլոր կողմերի վերահսկողությունից դուրս գալու եզրին, իսկ հակամարտության էսկալացիան մեծացնում է համաշխարհային ռեցեսիայի ռիսկը։ Այս մասին ասված է Global Times թերթի խմբագրական հոդվածում։ ԱՄՆ-ի կառավարությունն ի սկզբանե կանխատեսում էր, որ Իրանի դեմ պատերազմը կտևի 4-ից 5 շաբաթ, իսկ ավելի ուշ բազմիցս հայտարարել էր, թե ամեն ինչ շուտով կավարտվի։ Փաստերը հակառակն ապացուցեցին, հենց որ ժամանակակից պատերազմը սկսվում է, այն պլանավորված սցենարով կանգնեցնելը դառնում է չափազանց դժվար։